Արվեստի ամենամեծ լեգենդներից մեկի 7 տարեկանից կուրացած, բայց երաժշտության լեզվով աշխարհի սիրտը գրաված Ռեյ Չարլզի ստեղծագործության ընտրությունը պատահական չէ։ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ նվագում ու երգում են հատուկ կարիքներ ունեցող երեխաները։ Դաշնամուրի մոտ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանն է։ Արդեն 6-րդ անգամ են կողք կողքի երգում, նվագում, երազում ու ստեղծագործում մշակույթի հայտնի գործիչները, երգիչներն ու հաշմանդամություն ունեցող տաղանդավոր երեխաները։ Փառատոնի ակունքներում կանգնած մասնագետները չեն վախենում հեղափոխական բառը գործածելուց ու ընդգծում են՝ անտեսանելի պատեր ու կարծրատիպեր են կոտրել։ Անկեղծ ասեմ, շատ մեծ փոփոխություն է նկատվում, հենց առաջինը, քանի որ մեր կապը ծնողների հետ է առաջին հերթին, շատ ծնողներ առաջ խուսափում էին, թաքցում են երեխաների, խնդիրը չէին ուզում նրանք, որ Երևան, բայց փառատոնը հեղափոխություն էր, ես չեմ վախենա այդ խոսքից, որովհետև հիմա ընդհակառակը նույնիսկ այնքան շատ դիմողներ կան, որ նույնիսկ մեր այս առաջին համերգը, որ արեցինք, 41 համար ունենք, պատկերացրեք ինչ երկար համերգ էր, եւ էլի կային երեխաներ, որ չհասցրեցին։ Կոստանդին Աբգարյանցը սկզբում միացել է կողք կողքի փառատոնին իբրև երաժիշտ, հետո դարձել երաժշտաթերապևտ։ Այժմ աշխատում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ։ Նրանցից շատերն այսօր երգում ու նվագում են հայտնի երգիչ-երգչուհիների հետ։ Օդ ու ջրի պես կարևոր են այս փառատոնները, որովհետև նրանք ներգրավում են, ոչ թե առանձնացնում են այս երեխաներին, այլ ներառում են, որովհետև այստեղ ելույթ են ունենում աստղեր, այստեղ ելույթ են ունենում երաժիշտներ եւ նույնիսկ փորձերի ժամանակ այդ ներառականությունը այնքան ձուլված է, որ չի էլ զգացվում, որ ինչ որ մեկը խնդրով է կամ ոչ, այդքան ամեն ինչ օրգանիկ է ստացվում։ Արեգ Գալստյանը, որ ամիսներ առաջ դարձել է Հայ Սուպերսթար 6 նախագծի հաղթող, երգում է Հայաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի նվագակցությամբ։ Ասում է՝ նման փառատոներն ու համերգներն ապացուցում են, որ բոլորն ունեն ստեղծագործելու, բեմում լինելու ու երազելու իրավունք։ Իմ միակ խնդրանքը մեր հասարակությանը այն է, որ դուք երբ որ լսեք, տեսնեք կամ տեղեկանաք մի մարդու մասին, որ որևէ, այսպես ասած, ոչ ստանդարտ խնդիր ունի ձեր կարծիքով, միևնույն է իրեն պիտի վերաբերվեք այնպես, ինչպես վերաբերում եք ձեր կարծիքով խնդիր չունեցող մարդուն, որովհետև, ինչպես նշեցի, յուրաքանչյուր մարդ հասարակության մեջ ունի իր տեղը ունենալու եւ իր տեղում հաստատված լինելու իրավունքը։ Կողք կողքի 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին այս տարի մասնակցել են շուրջ 600 երեխա ու պատանի Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Բահրեյնից եւ այլ երկրներից։ Գալա համերգին տաղանդավոր երեխաների նվագակցել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Վերջինս ընդգծում է՝ մարդկային կապիտալի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է։ Պետությունը ներդրումներ անելով թե ֆինանսական, թե այլ ձևերով ուժեղացնում է քաղաքացուն, հատկապես ներառականություն ունեցող ոլորտին եւ դրանով իսկ ուժեղացնում է պետությունը։ Մենք ներառականության ուշադրություն դարձնելով ուժեղացնում ենք մեր պետությունը։ Եվ հետևաբար ցանկացած քաղաքացի, ցանկացած անհատ ուժեղանալով ուժեղացնելու է պետությանը։ Փայլուն աչքերով սիրելի արտիստի հետ նույն բեմում երգող ու նվագող տաղանդավոր պատանիները հիշեցնում են՝ մենք ու նրանք նույն միս ու արյունից ենք։
Եթե սկսենք մի փոքր խորը մտածել, որ անկախ ամեն ինչից թե ինչ խնդիր ունի քո դիմացինը եւ ինչ խնդիր ունես դու, միևնույն է դուք կարող եք լինել, այսպես ասած, կողք կողքի իրար հետ։ Անահիտ Զվարյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։